Պարոն Քոչարյան, ներողություն դահլիճում հնչեց ձեր հոր հետ կապված որոշ մեղադրանքներ, ես հետևում էի ձեր ռեակցիային իրականում, ըստ էության այսպես չգիտեիք ինչ արձագանքել, ես հիմա ակնկալում եմ, որ որոշ մեկնաբանություններ տաք, մասնավորապես ֆեոդալիզմի հիմնադիրը, որ ձեր հայրն է, առաջին Արցախյան պատերազմում զբաղված է եղել Սերժ Սարգսյանի հետ նավթի ընդհանրապես վառելիքի մենաշնորհներով եւ ուզեցել է իշխանություն ձեռք գցել, ինչ կասեք այս ամենի մասին։ Հերթական անհետեցությունն է, իսկապես ես չգիտեմ էլ ոնց արձագանքեմ արդեն, գիտեք, մի կողմից մեղադրում են օրեր առաջ ԿՊԱ-ական պատգամավորը, ասում է անընդհատ խոսում եք ձեզնից, ընտանիքից, այսպես մյուս կողմից այդ ամեն ինչը պատճառ ունի, ինչի է դա լինում, որովհետև հնչում են սուտ, այսպես զրպարտչական խոսքեր, մեղադրանքներ, կիսաճշմարտություններ, որոնց կարծում եմ նաև մեր հանրությունը պետք է հակառակ կարծիքներ լսի, իրականություն տեղեկանա, ինչպես նաև գիտեք, մեզ շատ են այսպես քննադատում, որ ժամանակին չենք խոսել, չենք բացատրել շատ այսպես սուտ, ծեծված տեղեկություններ եւ նաև դրա պատճառով է, որ շատ բաներ արմատացել է, շատ ստեր այսպես կարծրացել են մարդկանց գլուխներում։ Հիմա չգիտեմ, հերթական անհետեցություններ ինչ որ ճիշտ ասած չէի լսել, այս մի մեղադրանքը չէի լսել։ Որ նավթի թագավոր է Ռոբերտ Քոչարյանը։ Որ չգիտեմ 92 թվին նավթման այս մեկը չէի լսել, չգիտեմ էլ ինչ որ հոդված մեջ բերեց մի խոսքով, չգիտեմ, արխիվից հանել են Ռոբերտ Քոչարյանը։ Ախր հասկանում եք են այն թվերին, 91-92 թվերին, չգիտեմ, մարդիկ ուղղակի չեն պատկերացնում Արցախում ինչ իրավիճակ ա եղել, որ ամեն մի գրամ նավթը, ամեն ինչը ուղղվել է ընդհանրապես ամեն ինչ, ուղղվել է մեր պաշտպանությանը։ Հասկանում եք, հակառակ պարագայում չէր լինի այն հաջողությունը, որը մենք ունեցել ենք այդ թվականներին ու որը իրանց չգիտեմ դավաճանական կլինի ապաշնոր կառավարման արդյունքում այդ ամեն ինչը կորցրել ենք Արցախն ենք կորցրել հազարավոր զոհեր են տվել հենց իրենց իշխանությունը ու չգիտեմ առանձնահատուկ այսպես երեսպաշտ պետք է լինես ցինիկ պետք է լինես որ այդ արդյունքը ցուսաբերած իշխանությունը լինելով այդքան զոհեր տված Արցախը կորցրած իշխանություն դու գաս ասես 92 թվին ինչ որ բանից բողոքես էլի չգիտեմ, մոփշելու բանը։ Բայց դրա մեջ հասկացաք որներ ըստ էության խոսույթը տարան այնտեղ, որ ձեր արտաքին քաղաքականությունը ամեն ինչը դիզաս դղյակներն են, որոնք Քուրգետից երևում են, այստեղ էլ Երևանում էլ կառուցել եք, որ Արաքսգետից Երևան էլի թալանն է, այսպես ասած, մեղ ասելիքի։ Ինչ կասեք այս մասին։ Տեսեք, այն ինչ ասեցին, խոսքը գնում էր ժամանակին հարցազրույց մեջ բերեցին խոսքը գնում էր այնտեղ որ Արցախում հրամանատարները տներ են կառուցել պատերազմից հետո եւ սա ուներ հստակ մեսիջ Արցախի ժողովրդին, ընդհանրապես բոլորին, որ այս մարդիկ տնավորվում են այստեղ եւ ուրիշ միտ չունեն թողնել գնալու։ Մնացածը այդ կոնտեքստում իրանց այդ մյուս մեկնաբանությունները չգիտեմ, անհեթեթ է այս համեմատությունը տանել էլ է։ Մեջբերվեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, որ գրաված տարածքներում շինանյութի խնդիր չկա եւ ասենք Մարտունու շրջանի պաշտպանական հրամանատարը կարող է իրեն թույլ տալ ըստ էության նման տներ կառուցել, այս բացատրության մասին։ Գիտեք, սրանք փաստեր են, որ եղել այն տարածքները, որոնք գրավել են, ազատագրվել են, նաև բնականաբար այդ տարածքներում ձեռք բերված, այդ տարածքներից վերցված շատ բաներ օգտագործել են բոլորը, օգտագործվել է դա Արցախի վերականգնման համար, պետության կերտման համար, այստեղ ոչ մի այսպես գաղտնիք ու նորություն չկա, չգիտեմ ինչն էր սա իրենց մտահոգում, հա, որ ազատագրված տարածքները ծառայել են Արցախի ժողովրդին չեմ հասկանում, ու այստեղ վստահաբար ասում եմ, ինչ որ առանձնահատկություն չի եղել պաշտոն զբաղեցնող կամ ոչ, շատ-շատերն են այդ ամեն ինչից օգտվել ու լավ են արել օգտվել են, պետք է այդ վիճակում այդ երկիրը ոտքի կանգներ։ Ֆիքսենք այսինքն մեր այս կարճ մեկնաբանությունից, որ նավթի թագավոր, ինչ որ բենզինի մենաշնորհի հետ բացարձակ սուտ ընդհանրապես նույն բան չի եղել։ Հասկանում եք, չգիտեմ որտեղից է վերցրել, ինչ է ասում, ոնց որ Աննա Իսրայելյանի հոդվածից է ասեց ինչ որ մեջբերում անում, չգիտեմ այդ հոդվածը, չգիտեմ ով ինչ է գրել, բայց չի եղել, նման բան չի եղել, ինչպես որ եւ չկա շատ ուրիշ բաներ, որը թե ամբիոնիստ, թե տարբեր լրատվամիջոցների էջերում կամ fake այսպես Facebook-ներից ու մնացած տեղերում տարածվում, հա։ Պատրաստվում եք ամբիոնից արձագանքել իրենց։ Չեմ կարծում, այս մասով ինձ թվում է թե Գեղամ Մանուկյանը, թե Մեսրոպ Մանուկյանը այս արձագանքը տվել են,
երևի թե չէ, անընդհատ չէ, իրանց նպատակն է կարծում միշտ փորձել այսպես ներքաշել, այս չգիտեմ 90 քանի թվին սա եղել, 2000 քանիսին սա եղել ու դրանով կարծում եմ շեղել այն հիմնական խնդիրներից, որոնք մեր երկրի արժև ծառացած են նույն եթե կհիշեք մինչև 20-44 օրյա պատերազմը դրանից հետո միշտ մշտապես փորձում են ներքաշել այսպես հին ինչ-որ երևույթներից անընդհատ խոսելով, բայց իրանք արդեն իշխանություն են 8 տարուց ավել իշխանություն ունեն ու իրանք այսօրվա մեր քաղաքացու խնդիրներով ու հոգսերով պետք է զբաղվեն, ոչ թե հին ինչ-որ բաներ հիշելով, դրա շուրջ կապված ստեր տարածելով կամ փոքր բաներ ավելի ուռճացնելով մարդկանց շեղեն հիմնական խնդիրներից, հիմնական այն պատասխանատվությունը, որը իրանք ունեն, դրանից փաստորեն այս ձևով, չգիտեմ, խուսափելով ճիշտ չի եւ անկեղծ կարծում նաև այն մարդիկ, ովքեր իրենց են ընտրել, չեմ կարծում, որ իրենց ակնկալիքը դա է, որ անընդհատ գան այստեղից խոսեն 20 տարի առաջ, 30 տարի առաջ, լավ, հոգնեցինք, զզուցրեցիք, թողեցիք, ձեր գործով զբաղվեք։ Պարոն Քոչյան, գիտեմ օրվա վերջա դուք էլ հոգնած եք, բայց քանի որ ամբողջ հարցազրույցում դուք էլ այդ մասով նշեցիք, չեմ կարող չհարցնել այս մասին։ Տեսեք, շատ են ասում, որ Փաշինյանին ձեռնտու էր, որ ձեր ուժը հայտնվեր խորհրդարանում, հենց ինչպես դուք նշեցիք, այդ հին պլաստիկան անընդհատ պտտեցնելու Թալանչի նախկիներ մանավանդ Ռոբերտ Քոչարյանն անունը շատ սիրում են տալ, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչյան այս բանի մեջ պահել հանրությանը։ Ձեռնտու էր Փաշինյանին, որ դուք այսպես հայտնվեք նորից աթոռներին ու ինքը անընդհատ նորից տորպեդահարի նույն հարցը։ Ես չեմ կարծում, որ ձեռնտու էր, իսկ ինչի այդպես չեմ կարծում, որովհետև մենք վստահաբար այն ուժը չենք եւ այստեղ Հայաստան խմբակցությունը ներկայացող մարդիկ այն մարդիկ չեն, ովքեր կարող են տեղի տալ, կարող են հանձնվել, հետ քաշվել կամ ինչ որ սպառնալիքներից, քրեական գործերից, հետապնդումներից վախենալով իրենց քաղաքական այսպես բանը փոխեն, հա, հայացքները։ Այս առումով ոչ ես չեմ կարծում, դա էլ էր այդ մոտեցումը, ես կարծում եմ քարոզչական այսպես հնարքա մեզ վարկաբեկելու, որը իրանք մշտապես օգտագործել են, հիշեք նայեք իրենց վստահությունը, որ ասում են Հայաստան դաշինքը չի հաղթահարելու, ոչ միայն իրանք նաև տարբեր այսպես ընդդիմադիր թևեր, այս կատաղի մեր դեմ մարտերը տանում են ու մինչև հիմա մեծ հաշվով շարունակում են տարբեր քրեական գործերով եւ մնացածով էլ է։ Այլ ասում են դուք այսքան մանդատ չեք ստանա ու Փաշինյանը ձեր հետ այսպես գործարքի է գնացել, որ այդքան մանդատ ձեզ բաշխել է։ Փաշինյանն է մեզ բաշխել, մեզ գրեթե 150,000 հոգի մարդ, չնայած այդ ամեն ինչին, այն հսկայական տեղեկատվական էս կեղծ արշավին մեր դեմ որ եղել է, միևնույնն է, մենք հավաքել ենք ոչ թե զուտ շեմա, այլ մի բան էլ ավել, այնպես որ դա բնավ իր ցանկությունն չի, իր ցանկությունով եթե լիներ, շատ լավ գիտեինք, որ ուժերը կլինեին այստեղ։ Իսկ այդ նախկինի պլաստիկան իրանք բոլորի վրա կարողանում են այսպես կպցնել, տեսեք, ուժեղ Հայաստանը կա, որտեղ մեծամասնությունը կարծում նույնիսկ քաղաքականության մեջ չի եղել, այսինքն նոր մարդիկ են, նոր հայացքներով միևնույնն է, այսպես փորձում են այդպես նախկինի պիտակ կպցնել, որովհետև այդ նախկին կոչված էսենց մի բան են իրանք բրենդ են այսպես սարքել, հա, բոլորին այդ պիտակը փորձում են կպցնել։ Ծանոթ գործելավոճ է, մեր խնդիրն է լինելու է հակառակը ցույց տալ, հակառակը իրանց սխալների մասին խոսալ, մեր լուծումները առաջարկել։ Հեռացնելու եք այս իշխանությանը։ Կարող եմ մի բան հստակ ասել, որ այդ նպատակից հետ չեմ կանգնելու, կարծում եմ մեր նաև այս տարիների գործունեությունը, կենսագրությունը այս մասով գոնե կասկածի տեղիք պիտի որ չտա։ Մերսի, շնորհակալություն, կսպասեմ։ Vamos, merci. Merci.